Բարև ձեզ Հայեր ջան, այսօր ես կպատմեմ Հայաստանի նվաճումը արաբների կողմից եւ նախորդ ասեմ, որ այդ ամենը իրականացավ այն պարզ պատճառով, որ Բյուզանդիան եւ Պարսկաստանը իրար դեմ պատերազմներ մղելով իրար շատ թուլացել են եւ այդ իսկ պատճառով նոր թափ առնող արաբական ուժերը կարողացան գրավել այդ ահռելի տարածաշրջան եւ գրավեցին Սասանյան Պարսկաստանը, այնուհետեւ Բյուզանդիայի վրա հարձակվելով որոշ հայկական տարածքներ իրենց վերցրեցին եւ դա էր պատճառը, որ արաբական այդ ուժը կարողացավ արագ կերպով գրավել ահռելի տարածքներ եւ նախորդ ասեմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին տեսալավակների տակ լայքեր, մեկնաբանություններ թողեք, որ ավելի հետաքրքիր պատմություններ ցույց տամ հայ ազգի մասին։ Շնորհակալություն նախորդ դիտելու համար։ 630-ական թվականներին նոր կրոնի իսլամի դրոշի ներքո միավորված արաբները սկսեցին արշավանքներ ընդդեմ Պարսկաստանի և Բյուզանդիայի։ Դրանց արդյունքում դադարեց գոյություն ունենալ Սասանյան Պարսկաստանի տերությունը, իսկ Բյուզանդիան կորցրեց մի շարք արևելյան տարածքներ։ 640 թվականին տեղի ունեցավ արաբների առաջին ներխուժումը Հայաստան։ Արաբները մուտք գործեցին հայկական Տավրոսի շրջանում և Վանա լճի հյուսիսով հասնելով Արարատյան դաշտավայր։ Մեկօրյա պաշարումից հետո գրավեցին Դվինը, սպանելով 120 և գերի տանելով 35,000 հայերի։ 640-ական թվականներին տեղի ունեցավ մի շարք ասպատակություններ ևս։ 652 թվականին հայոց իշխան Թեոդորոս Ռուշտունին և ասորիքի արաբ կառավարիչ Մուավիան կնքեցին պայմանագիր, որով հայերը ճանաչում էին արաբների գերիշխանությունը 3 տարի հարկ չտալու պայմանով, իսկ դրանից հետո հարկերի չափը իրենք պետք է որոշեին։ Հայերը պետք է պահեին 15,000-անոց հեծելազոր, որի ծախսերը հոգալու էր արաբական խալիֆայությունը։ Ընդ որում արաբները զորքերը չպետք է տեղակայեին Հայաստանում, իսկ օտար ուժի հարձակման դեպքում կողմերը պարտավոր էին օգնել միմյանց։ Հայաստանն ունենալու էր լիակատար ներքին ինքնուրույնություն։ 7-րդ դարի երկրորդ կեսին տասնամյակներ շարունակ Հայաստանն ներքին ինքնավարություն վայելեց, ավելին եղան տարիներ, երբ թոթափելով արաբական գերիշխանությունը հայերը հարկ չէին վճարում որևէ մեկի։ Զարմանալին այն է, որ հայոց ավագանները չօգտագործեցին այդ պահերը և անկախություն չհռչակեցին, անկախ թագավորության չվերականգնեցին Հայաստանում, և 689 թվականին Բյուզանդիան կրկին նվաճեց Հայաստանը և կառավարիչ նշանակեց Ներսե Կամսարականին, նրան հաջորդեց Սմբատ Բագրատունին իշխանը 693-ից 701 թվականների, որի օրոք արաբները վերջնականապես նվաճեցին Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը, միավորեցին Արմինիա կոչվող փոխարքայության ներքո, որը կառավարվում էր արաբ ոստիկանի կողմից, ում Հայաստանը ղեկավարում էր հայոց իշխանությունը, շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի ուժերը նրա տերերի խավի հայ նախարարների հզորության մեջ է, խալիֆը առաջնահերթ համարեց նրանց ժառանգական ինքնուրույնությունը զրկելուց։ Դրա պատճառով էլ 703 թվականին Հայաստանում ապստամբություն բռնկվեց սպարապետ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ։ Հայերը հաղթեցին Վարդանակերտի ճակատամարտում և Հայաստանը մի շարք այլ վայրերում։ Չափազանց ուշագրավ է մի դեպք արձանագրվել հայերի պատմիչ Ղևոնդը 8-րդ դարում։ Այդ ապստամբությունը նկարագրելու զինվոր արաբների հարկահանները ապօրինի թալանում էին հայերին, ինչի դեմ ընդվզումով հայ իշխանները ջարդ տվեցին նրանց։ Շնորհակալություն դիտելու համար, մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։
Բարև ձեզ հայեր ջան, այսօր կպատմեմ հայոց ազատագրական պայքարը 7-ից 9-րդ դարերում եւ շնորհակալություն դիտելու համար, բարի դիտում, լայքեր բաժանորդագրվեք եւ նոր հետաքրքիր պատմություններ կպատմեմ հայ ազգի մասին։ Հայերի ջար տալուց արաբները փախան ու ապաստան գտան Ռշտունի գավառի Գուկանք Ավանի հայկական եկեղեցում։ Նրանք հայ զորականերից խնդրեցին ողորմելու իրանց ու թույլ տալ, որ հանձնեն թալանը, զենքերը եւ հեռանան Հայաստանին։ Ուշագրավ է հայ զորականներին առաջնորդ Սմբատ իշխանի պատասխանը. «Մենք սովոր ենք Տիրոջից, թե ողորմություն արժանի է ցույց տալ ողորմածներին, իսկ դուք անողորմ ազգ եք ու արժանի չեք ողորմածության։ Ողորմածությունը ողորմածներին»։ Սա քրիստոնյա հայ զինվորականների կարևորագույն սկզբունքներից էր, որից չգիտես ինչու նահանջեցինք հետագա դարերում։ Ապստամբները սակայն ստիպված տեղի տվեցին թշնամու գերակշիռ ուժերի առաջ, որից հետո հեռացան Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող Եգերաց աշխարհ։ 705 թվականին հայ ազնվականությունը գլխատելու նպատակով արաբ ոստիկանը դիմեց խաբեության, նրանց հրավիրելով Նախցվան իբր խալիֆի կողմից թոշակներ հանձնելու։ Մոտ 1200 հայ ազնվականներ խաբեությամբ փակվեցին եւ հրկիզվեցին Նախցվանի եւ Խրամ Ավանի եկեղեցիներում։ Հայ նախարարների դեմ ուղղված այս ծանր հարվածից հետո սկսվեց նոր ճնշումներ։ 725 թվականին անցկացված նոր աշխարհագիր ավելացած հարկերից, որոնցից ազատում էին միայն դավանափոխներին։ 748-ից 750 թվականների Հայաստանում բռնկված նոր ապստամբությունը դժբախտաբար ապստամբության ղեկավարող Մամիկոնյան Բագրատունյան իշխանները միջև անհամաձայնության ծագեց, ինչն էլ հնարավորություն չտվեց մեծ նվաճումներ հասնելու։ 750 թվականին արաբներին հաջողվեց դաժանորեն ճնշել ապստամբությունը։ 762 թվականին արցունիների գլխավորությամբ Վասպուրականի բռնկված հուժկու ապստամբությունը, որի ընթացքում արձանագրվեց բացառիկ հերոսական դրվագներ, համահայկական ընդգրկումով ամենամեծ ու ամենահուժկու ապստամբությունը տեղի ունեցավ 774 թվականից մինչև 775 թվականներին։ Այն առաջնորդում էին Մուշեղ Մամիկոնյանը եւ Սմբատ Բագրատունին։ Ոգևորության աննախադեպ էր դրված էր անկախ պետականություն վերականգնելու հարցը։ Անհանգստության արաբները 775 թվականին ամենամեծաքանակ լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկեցին Հայաստան։ Մեծ դժվարությամբ նրանց հաջողվեց ճնշել ապստամբությունը։ Դրանից հետո Մամիկոնյանները եւ մի քանի նախարարական տներ ենթարկվեցին համատարած կոտորածների, ինչի արդյունքում նրանք որպես վճռորոշ ուժ դուրս մղվեցին մեր պատմությունից։ 9-րդ դարում խալիֆայությունը աստիճանաբար թուլացավ։ Դրան նպաստեցին մի շարք ապստամբություններ, այդ թվում նաեւ Բաբիկինը 816-ից 837 թվականների։ Զուգընթաց զարգանում էր Հայաստանը, առավել հզոր էին Բագրատունիների արցունիները եւ Սյունիները։ Հայաստանի հզորացումը ու Բագրատունիների վերելքը կանխելու փորձ արեց Մութվաքիլ խալիֆը 849 թվականին։ Ի պատասխան Հայաստանում տեղի ունեցավ 850-ից 855 թվականների հզոր ապստամբությունը արաբ տիրապետության դեմ։ Այդ տարիներին արաբները զորքերը, ապստամբությունները, ձերբակալություններ ու գերեվարումներ, զանազան վայրագություններ ի զորու չեղան կոտորելու հայության ոգին։ Ի վերջո խալիֆը ստիպված էր Հայաստանից հետ քաշել Պաջից զորքերը եւ ճանաչել հայոց աշխարհի լիակատար ինքնավարությունը։ 855 թվականին խալիֆայության կողմից հայոց իշխան ճանաչվեց պարապետ Սմբատ Բագրատունու
35-ամյա որդի Աշոտ Բագրատունին, տաղանդաշատ մի անհատ, որին էլ վիճակված էր վերականգնել շուրջ 450 տարի ընդհատված Հայոց թագավորությունը: Փաստորեն հայերի մղած ազատագրական պայքարը տվեց իր արդյունքը, և 9-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվեց բոլոր նախադրյալները Հայաստանի անկախ պետականության վերականգնման համար: